Պարոն Մաթևոսյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք նաև ձեր մեկնաբանությունը եւ այսպես այստեղ ոգևորված Փաշինյանը հակառուսական քարոզներ է գեներացնում, հակայատմական, չգիտեմ, գնում ենք Եվրամիություն, Եվրոպա հասել ենք, իջնում ենք արդեն, բայց Ռուսաստանում, Սանկտ Պետերբուրգում շտապում է խորին շնորհակալություն հայտնել Ռուսաստանի նախագահին, շտապում է խորին շնորհակալություն հայտնել այդտեղ չգնացած Ալիևին։ Խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։ Նախ շնորհակալություն հրավերի համար, վաղուց չէր ստացվում ձեզ մոտ գալ, Մարիամ։ Վերջապես կարողացանք այդ հարցն էլ կարգավորել։ Ինչը վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, նրա մոտեցումներին, հայտարարություններին, եթե մենք անկեղծ լինենք, պետք է նշենք հետևյալը, որ այն քաղաքականությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը իր շահերի տեսանկյունից, իր մոտ մինչ այս պահը ստացվում է, եւ կոնկրետ Եվրասիական տնտեսական միության մասով մենք պետք է նշենք հետևյալը. Նիկոլ Փաշինյանը ուղիղ այնքան ժամանակ է Հայաստանի Հանրապետությունը պահելու ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, Ռուսաստանի հետ տնտեսապես ինտեգրված այս պայմաններում այնքան ժամանակ մինչև Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ չունենա ստորագրված ինչ որ մի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը այստեղ կփորձի վաճառել, որպես դա արդեն Ադրբեջանի Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել ենք, հետեւաբար մենք չունենք անվտանգային խնդիրներ, եթե չունենք անվտանգային խնդիրներ, կարող ենք նաև տնտեսապես համագործակցել եւ բացել մեր շուկան Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, այդ դրանից հետո այլևս մեզ ոչ ԵԱՏՄ-ն է պետք լինելու, ոչ ՀԱՊԿ-ն է պետք լինելու, Նիկոլ Փաշինյանի մասն է խոսքը, եւ Հայաստանը այլևս դադարելու է լինել ՀԱՊԿ անդամ, ԵԱՏՄ անդամ, այսինքն շատ པարզ, եթե որպես բանաձև փորձենք ներկայացնել, Նիկոլ Փաշինյանը ռուսական փողերով ձգելու է այնքան ժամանակ, միջև հնարավորություն ստեղծվի վերջնականապես Հայաստանը ինտեգրել թուրքական աշխարհին, սա է կատարվում, իսկ միջև այդ Թուրքիայի հետ պայմանավորվածությունները եւ այլն չկան, կրկին ասեմ, մենք եւ ՀԱՊԿ անդամ ենք շարունակելու մնալ դե ֆակտո եւ ԵԱՏՄ անդամ ենք շարունակելու մնալ, մենք նաեւ պետք է հասկանանք հետեւյալը, որ շատերը կարող են ասել, դե ընդհանուր խնդիր չկա, էլի, հա, ԵԱՏՄ-ի հետ ունենք համագործակցություն, ով ասաց, որ նույն համագործակցությունը մենք չենք կարող ունենալ Թուրքիայի հետ կամ Ադրբեջանի հետ, նախ նշենք հետեւյալը, որ մեր արտաքին առևտրաշրջանառության ավելի քան 37%, եթե չեմ ցույց 37.2% ընկնում է Ռուսաստանի, ԱՊՀ, ԵԱՏՄ անդամ պետությունների հաշվեկշռին, Թուրքիայի, Ադրբեջանի հետ մենք կկարողանանք այս նույն ապրանքաշրջանառությունը ունենալ, թե ոչ, սա դեռ մի հարցն է, հարցի մի կողմն է, կա երկրորդ հարցը, Մարիամ, միջև իրենք Հայաստան սկսեցին բերել ցորեն, սկսեցին բերել բենզին, Հայաստանից ինչ պահանջվեց այդ ճանապարհին, հանձնել Արցախը, թույլ տալ, որ Հայաստանի որոշ տարածքներ օկուպացիայի ենթարկվեն, օգոստոսի 8-ին ստորագրել մի փաստաթուղթ, որով փաստացի Ադրբեջանը փայատեր է դառնում Հայաստանով անցնող կոմունիկացիայի, եթե մենք զերծ ենք մնում Զանգեզուրի միջանց ձևակերպումից, ինչից մեր իշխանությունը շատ ծանր են տանում, Ադրբեջանը փայ է դառել այս ամեն ինչին, հիմա նաև պահանջում է, որ Հայաստանի սահմանադրությունը փոխվի, այսինքն տեսեք, այս ամեն ինչը փաթեթով մենք տվել ենք, դրա դիմաց մեզ տալիս են բենզին եւ ցորեն։ Հիմա տրամաբանական հարց է առաջանում։ Լավ, իսկ այն ոլորտի համագործակցություն, որ Հայաստանն ունի Ռուսաստանի հետ, ԵԱՏՄ անդամ պետությունների հետ, այդ դրան հասնելու համար, եթե իհարկե Ադրբեջանը եւ Թուրքիան կարծում են, որ այդ համագործակցությունը հնարավոր է լինել, ինչ են Հայաստանից պահանջելու։ Միգուցե պահանջեն արևմտյան Ադրբեջան նախագծի իրականացումը, ադրբեջանցիների տեղափոխությունը Հայաստան, կրոնական առումով ադրբեջանցիների ազատությունը Հայաստանի տարածքում, սրանք հարցեր են, որոնց պատասխանները իշխանությունները մեղմ ասած չեն տալիս, եւ սա է որ հիմնական խնդիրն է, եւ սրա վրա մենք պետք է ուշադրություն դարձնենք, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է եւ ԵԱՏՄ նիստի ժամանակ Վլադիմիր Պուտինի շնորհակալություն է հայտնում։ Իդեպ, այստեղ ԿԳԲ-ի դեմ է պայքարում, այնտեղ գնում է ԿԳԲ սպայի ձեռքն է սեղմում։ Հետաքրքիր իրողություն է, չէ՞։ Իդեպ եւ ԿԳԲ-ի հետ կապված մենք անպայման դրա կգանք, բայց խորի շնորհակալությունը, հա, Ալիևին են իրականության մեջ, երբ արդեն Բաքվի դատարաններում այլևս ՑՄԱ ազատազրկման հրապարակումներն են անում մեղադրող դատախազները, խնդրեմ։ Ալեն Սիմոնյանն այս հարցին պատասխանել է, ասել է պատկերացրեք, որ այդ գերիները չկան, դա դեռ միջև են պահներ եւ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը եւս գերեվարվեց, բայց կոնցեպտուալ առումով դժվար է պատկերացնել, որ իրենց մոտեցումը փոխվել է, սա առաջինը, երկրորդ ինչը վերաբերվում է Ալիևին շնորհակալություն հայտնելու, մենք պետք է հասկանանք հետեւյալ, որ Նիկոլ Փաշինյանը այսօր ունի ընդամենը մեկ օրակարգ, դա այսպես կոչված խաղաղության օրակարգն է, այդ խաղաղության օրակարգին պետք է ուղղված լինեն
իշխանությունների բոլոր հնարավոր ակտիվությունները թե երկրի ներսում, թե երկրից դուրս վստահ եմ դուք եք այսօր դա ընթերցել, Մարիամ, ըստ որոշ տեղեկությունների 26 թվականի խորհրդարանական ընտրություններում ՔՊ-ի նախընտրական կարգախոսը եւս հնարավոր է այսպես ասած պատտվի այդ խաղաղություն բառի շուրջ, դա այն օրակարգն է, որ Նիկոլ Փաշինյանը, նրա թիմակիցները, կրկին ասեմ, երկրից ներս եւ երկրից դուրս պետք է սպասարկեն։ Այդ իսկ պատճառով ինքը Ալիևին շնորհակալություն է հայտնում, ու նաև ինչն է հետաքրքիր, սա արդեն առաջի դեպք չէ, որ Ալիևի բացակայությամբ Նիկոլ Փաշինյանը որոշակի քաղաքական ակտիվություն է դրսևորում, որը կապված է կրկին Ադրբեջանի հետ, չմոռանանք 23 թվականին Գրանադայում Արցախում էթնիկ զտումից հետո Արցախը հայաթափվելուց հետո Նիկոլ Փաշինյանը հպարտ մենության մեջ հերթական անգամ ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը իրավիճակում, որ Ադրբեջանը մինչ այս պահը չի ճանաչել մեր տարածքային ամբողջականությունը, իսկ ինչու ենք մենք դա այդպես ասում, որովհետև չկա քարտեզ, որով Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եթե չկա այդ քարտեզը, եւ ասում են օրինակ, որ դելիմիտացիան, դեմարկացիան պետք է տարբեր տարիների քարտեզներով տեղի ունենա, խոսում է այն մասին, որ այդ տարածքային ամբողջականության անկալման հետ կապված Ադրբեջանում կան շատ լուրջ հարցեր եւ բացի նրանից, որ իրենք պլանավորում են Հայաստան տեղափոխել ադրբեջանցիների, ադրբեջանցի այսպես կոչված փախստականների, իրենք նաեւ նկարտումներ ունեն Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ, պատահական չէ, որ Իլհամ Ալիևը ոչ միայն արևմտյան Ադրբեջանից է խոսում, ինքը Սևանը Գյոյչա է անվանում եւ մի շարք այլ նմանատիպ դրսևորումներ, այսինքն մենք ուղղակի պետք է հասկանանք, որ խաղաղություն ասվածը Նիկոլ Փաշինյանը փորձում է դարձնել իր համար բրենդ եւ այդ բրենդը սպասարկելու համար Գրանադայում էլ, Սանկտ Պետերբուրգում էլ, աշխարհի այլ ծայլում էլ ինքը կարող է եւ պետք է Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնի։ Ես այստեղ կուզենայի մենք մի փոքր վերադառնանք 18 թվական, Մարիամ 18 թվականին Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքը բացի խոստումներից, որ իրենք լուծելու են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալ-տնտեսական խնդիրները, պայմանավորված է նաև հետևյալ խոսույթով, որ իրենք Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ավելացնելու են, ինքնիշխանության մակարդակը Հայաստանը լինելու է մի երկիր, որի ապագան որոշվելու է երկրի ներսում ապրող քաղաքացիների շնորհիվ, քաղաքացիների կամքով։ Հիմա կորցնելով լեգիտիմությունը Երևանում, ըստ երևույթին Նիկոլ Փաշինյանը փորձում է այդ լեգիտիմությունը գտնել կամ վերագտնել Անկարայում, Բաքվում, Վաշինգտոնում, Բրյուսելում, հետևաբար տրամաբանական են այս շնորհակալությունները, որոնք որ Նիկոլ Փաշինյանը հայտնում է Իլհամ Ալիևին։ Քանի որ ռազմագերներից խոսեցինք, դուք վստահ եմ տեսել եք, որ ադրբեջանցիները Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ ինչ-որ ֆիլմ են պատրաստել եւ այնտեղ երկու անձերներ կան հայկական ազգանվամբ, այս չգիտես ինչ ծագմամբ ովքեր խոսել են, Սամվել Բաբայան, Տիգրան Խզմալյան, Խզմալյանը մինչև անգամ խոսում էր այն մասին, որ Ռուսաստանից օլիգարխը գալիս էր Հայաստան ռուսական գերիշխանություն հաստատելու նպատակով, խնդրեմ։ Տիգրան Խազմալյանը իրականում նա ներկայացնում է իր անկալումները նույնիսկ ոչ այնքան Արցախի հետ տեղի ունեցածի ֆոնին, որքան նա փորձում է իր անկալումը ներկայացնել Հայաստանում տեղ գտած իրադարձությունների համատեքստում, իրենք միշտ փորձել են հենց այդ գիծն են փորձում առաջ տանել, որ Ռուսաստանից ինչ որ մարդիկ գալիս են եւ փորձում են այստեղ խառնվել ներհայաստանյան գործերին, ուղղակի հետաքրքիրն այն է, որ նույն Տիգրան Խազմալյանը եւ այլ նմանատիպ գործիչներ ձայն չեն հանել հետևյալի վերաբերյալ, որ Եվրոմիությունից փաստացի բաց տեքստով ասում են, որ իրենք խառնվելու են Հայաստանի Հանրապետության ներքին գործերին 15 միլիոն եվրո են հատկացնելու, այդ 15 միլիոն եվրոն վերածվելու է ֆինանսական եւ մեդիա գործիքի իշխանությունների ձեռքում իրենց անդիմախոսների, հակառակորդների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու մենք կարող ենք հավատալ ցանկացած մարդու անկեղծությանը, օրինակ դեմ է, որ Ռուսաստանը խառնվի Հայաստանի ներքին գործերին։ Ընդհանրապես Մարիամ երևի գաղտնիք բացահայտած չենք լինի, եթե ասենք, որ դա նորմալ չէ, որ Հայաստանի ներքին գործերին որևիցե կենտրոն խառնվի, լինի դա ռուսական, եվրոպական, ամերիկյան կամ առավել եւս թուրքական ու ադրբեջանական, բայց եթե դու կողմ ես այլ երկրի, այլ ուժի Հայաստանում գործունեություն ծավալելուն ընդդեմ մեկ այլ կենտրոնի, դու բացի նրանից, որ անկեղծ չես, դու Հայաստանը վերածում ես գործիքի այլ երկրների, այլ կենտրոնների շահերը սպասարկելու համար, բայց ես նաև ուզում եմ եւս մի կարևոր բան ասել այս ամենի համատեքստում, KGB-ից էլ մենք մի փոքր խոսեցինք, ընդհանրապես մենք պետք է հասկանանք այս
քարոզը Հայաստանի ներսում ինչու էր ի թիվս այլնի կատարվում եւ ինչ կապ ունի այս ամեն ինչի հետ, նաեւ այն աջակցությունը, որը Եվրոմիությունը ցուցաբերեց Նիկոլ Փաշինյանին։ Երբ որ դու այստեղ օրակարգ ես գեներացնում եւ փորձում ես հասարակությանը, եվրոպացի դեսպաններին նաեւ ապացուցել, որ կա ինչ որ մի կառույց Հայաստանում, հայ առաքելական եկեղեցին, որը իբր թե տնօրինվում է Ռուսաստանի կողմից, դա սովետական KGB-ն չկա, պարզա խոսքը գնում է ռուսական FSB-ի մասին, որ ինքը ղեկավարվում է FSB-ի կողմից, դա նշանակում է հետեւյալ, որ դու եվրոպացիներին փորձում ես վաճառել այն, որ Ռուսաստանը եկեղեցու շնորհիվ, եկեղեցու միջոցով Հայաստանում ինչ որ գործընթացների է մասնակցում, ու այստեղ քեզ անհրաժեշտ է օգնություն, որ դու կարողանաս ասես եկեղեցու դեմն առնես, բայց իրականում պատճառը ո՞րն է այս քարոզչության։ Մայիս ամսին կաթողիկոսի գլխավորությամբ Շվեյցարիայում տեղի ունենում համաժողով։ Կաթողիկոսը բարձրացնում է Արցախահայությանը վերաբերող հարցեր, Արցախ վերադարձի հարցը, պատմամշակութային արժեքների պահպանության հարցը, դա հակասում է ադրբեջանական քարոզչությանը, դա հակասում է փաշինյանական քարոզչությանը, որոնք փորձում են առհասարակ փակել Արցախի հարցը, կարծես թե երբեք Արցախը չի եղել։ Պարզ է, որ սրանք պետք է արձագանքեն Ադրբեջանից եւ որոշում են Փաշազադեի շուրթերով արձագանքել։ Փաշազադեն ասում է, որ մեր եկեղեցին ռևանշիստական է, նաեւ հաջորդ հայտարարությունն անում, ասում է, որ հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդին տանելու է կործանման, միաժամանակ Ադրբեջանում այդ հոգևոր կառույցները որոշում են Հայաստանում ներկայացուցիչ նշանակել, այսպես կոչված գազի, ով պետք է տնօրինի արևմտյան ադրբեջանցիների հոգևոր կյանքի կազմակերպումը Հայաստանում կամ հետևի արևմտյան Ադրբեջանում ադրբեջանցիների հոգևոր կյանքի կազմակերպմանը, այսինքն մենք տեսնում ենք, որ Ադրբեջանից կա փաստացի քաղաքական օրակարգ թելադրված իշխանություններին պայքարել հայ առաքելական եկեղեցու դեմ, Նաև դրա երկրորդ փուլն էլ իրենք ունեն, այսինքն եթե դուք ոչնչացնում ես եկեղեցին, հաջորդիվ դու պետք է ընդունես այստեղ ադրբեջանցիների ու դա կյանքի կոչելու համար, աշխարհակաղակական որոշակի շղարշ տալու համար, սրան Նիկոլ Փաշինյանը առաջ է բերել այդ KGB-ի գործակալներ, KGB-ի գործակալական ցանց եկեղեցում թեզը, որ նա Եվրոմիությունից էլ աջակցություն կարողանա ստանա, որպեսզի ադրբեջանական օրակարգը առաջ տանի, հետևաբար Կայա Կալասը, այստեղ ինքը ոչ միայն կատարում է պետական պահպանության ծառայության աշխատակցի ֆունկցիա, մեծ աշխատակից ունենք, չէ՞, Սարգիս ազգանունը չեմ հիշում, որ Դվին հյուրանոցում սալյուտների պատճառով իրեն աշխատանքից հանեցին։ Հիմա Կայա Կալասը ոչ միայն այդ պետական պահպանության ծառայության աշխատակցի կարգավիճակումը, որ պետք է պահպանի Նիկոլ Փաշինյանի ծառայությունը, Նիկոլ Փաշինյանի անվտանգությունը քաղաքական առումով, ինքը նաև ֆինանսավորում է, ինքը նաև ֆինանսավորում է, որ ձայնը լսեց հրավառության, այո, կառավարական, այո։ Հիմա Կայա Կալասը այդ անվտանգությունն է քաղաքական առումով ապահովում, ինչպես նաև Եվրոմիությունն էլ դա ֆինանսավորում է։ Դրա համար մենք պետք է Հայաստանում, Հայաստանի իշխանությունների կողմից առաջ քաշված այս թեզերը, մենք պետք է ոչ թե վերաբերվենք որպես պահի տակ, առաջ եկած ինչ որ գնահատական, ոչ, սա շատ ճշգրտված քաղաքականություն է, որի աշխարհակաղակական օրակարգը ձևավորվել է Հայաստանից դուրս։ Դրա համար եմ ասում, վերադառնանք 18 թվականին Նիկոլ Փաշինյանի քաղաքական վերելքը, բացի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու խոստումից, բացի կուլիսային պայմանավորվածություններից, նաև առաջարկներ կամ խոստումներ, որ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացվելու է, իսկ մենք տեսնում ենք, որ հիմա մենք մի իրավիճակում ենք, որ Հայաստանի օրակարգը որոշվում է մեղմ ասած ոչ Հայաստանում։ Հիմա տեսեք, հայ առաքելական եկեղեցին Ռուսաստանի հետ կապող շղթայի վերջին օղակն է եւ այդ օղակը կանդել է պետք, ով է ասել դա։ Ես կարծում դա Արամ Զավենի Սարգսյանն է ասել։ Ես ուղղակի նշեմ հետեւյալը, որ դա այն մարդներ, ով 2000-ական թվականներին գրեթե խելագար էր անվանում բոլոր նրանց, ովքեր կարծում էին, որ հայ-թուրքական սահմանից պետք է դուրս բերվեն ռուս սահմանապահները, նշելով, որ Հայաստանը ռեսուրս չունի ապահովել սահմանի անվտանգությունը։ Եկեք սրան նաև ավելացնենք հետևյալը, որ նաև Արամ Զավենի Սարգսյանի գործունեության արդյունքում մենք կորցրել ենք Արցախը եւ մենք հավելյալ սահման ենք ստացել Ադրբեջանի հետ։ Արամ Զավենի Սարգսյանը դա այն մարդն է, ով հպարտանում էր նրանով, որ ինքը գույք պարտքի դիմաց այդ հայտնի քաղաքական
process-ի, չասենք կան քահայրներ, բայց դրա թիվ 1 գաղափարակիցներ այդ գործարքի։ Ես սա բացասական իմաստով չեմ ասում գույք պարտքի դիմաց գործարքի մասին, երբ որ մենք խոսում ենք, բացասական իմաստով չեմ ասում, որովհետև կար խնդիր Հայաստան ներգրավել ներդրումներ եւ այդ ներդրումները ներգրավեցին Ռուսաստանից, ավելին դա մարդ է, ով հանդիպում էր փնտրում ժամանակին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, կարծելով, որ Ռուսաստանից քաղաքական աջակցություն ստանալով նա կկարողանա Հայաստանում իր քաղաքական կարիերան Հայաստանի իշխանության մեջ շարունակել, բայց հիմա նա ելնելով աշխարհաքաղաքական որոշակի նաև պատվերներից անում է այն, ինչ անում է, ու այստեղ ոչ միայն ներկայիս իշխանությունների թերացումն է, այստեղ նաև նախկին իշխանությունների շատ մեծ բաց թողումն է, չի կարող Վազգեն Սարգսյանի եղբայր ասածը լինել քաղաքական կատեգորիա։ Երբ որ դու դա դարձնում ես Վազգեն Սարգսյանի եղբայրը քաղաքական կատեգորիա, դու քաղաքական մի հատ հրեշ ես ձևավորում, քաղաքական հրեշ, որի գործունեության արդյունքում ոչ միայն Վազգեն Սարգսյանի ժառանգությունը փաստացի մսխվեց, այլ Հայաստանը կանգնել է մի իրավիճակի առաջ, երբ որ ճակերտավոր լուծելով Արցախի հարցը, Ադրբեջանը հիմա մտածում է Հայաստանը արևմտյան միանշանակ այդ քաղաքական հրեշը ինքը քաղաքական ծառայություններ էր մատուցում նաև նախորդ իշխանություններին։ Ես գաղտնիք չեմ բացահայտում սա ասելով։ Այդ քաղաքական հրեշը կրկին ասեմ իր գործունեությամբ նպաստել է նրան, որ Արցախը այլևս հայկական չէ, Ադրբեջանն էլ այսօր բարձրացնում է արևմտյան Ադրբեջան նախագիծը իրականացնելու պահանջը, ծրագիրը։ Դեկտեմբերի 28-ին ասում են անձամբ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է սպասվում գրողի բայրաթորի վրա, 3 հարկը հայտարարեց, որ իրենք անպայման լինելու են առաքելական եկեղեցում մասնակցելու պատարագի, ի պատիվ մի քանի ուժերի դեկտեմբերի 18-ին մասնավորապես Դաշնակցությունը մեր ձևով կարողացան այդ կեղտոտ հարձակումը կասեցնել։ Հիմա ինչ ունենք անելու դեկտեմբերի 28-ին։ Մի քանի արձանագրում անում էլ այդ հրեշի ձևավորման հետ կապված։ Տեսեք, ես հիմա կարդում եմ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, որոշ վերլուծաբանների գնահատականները Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ, շատ դեպքերում բավականին օբյեկտիվ գնահատականներ են իրենք տալիս։ Ուղղակի մենք պետք է նաև մի փոքր անցյալին նայենք եւ հասկանանք, իսկ այդ մարդիկ իրենք չեն հասկանում, որ իրենց վարած քաղաքական արդյունքում է, որ ձևավորվել է այս քաղաքական հրեշը, ներկայիս իշխանությունների մասին է խոսքը, եւ այն քարոզը, որը իրենք տանում էին, այդ թվում նաև Թուրքիա եւ Ադրբեջանի հետ քիրվայության, ինքը այլ դրսևորում Հայաստանում չէր կարող ունենալ։ Եվ երբ որ հիմա մարդիկ ճիշտ է շատ դեպքերում շատ տեղին քննադատում են Նիկոլ Փաշինյանին, իրենք մի հատ լավ կլինի իսկապես մի հատ անցյալ նայեն եւ իրենք պատասխանեն հետեւյալ հարցին, իսկ իրենք ինչ մասնակցություն են ունեցել այս հրեշի ձևավորմանը, որը ըստ իսկապես հրապարակումներից մեկի, կայքերից մեկում տեղ գտած հրապարակումներից մեկի, ով դեկտեմբերի 28-ին պատրաստում է գրոհել նաև Մայրաթորը, անձամբ գրոհել։ Սրա վերաբերյալ մի քանի բան կարող եմ ասել, նախ իսկապես մենք տեսանք, որ գոնե այս հարցի վերաբերյալ մի շարք քաղաքական ուժեր առաջին գրոհի ժամանակ կարողացան պահպանել անվտանգությունը Մայրաթորում, կարողացան ապահովել անվտանգությունը կաթողիկոսի, սա մեղմ ասած գովելի է։ Երկրորդը, մանրամ այս պահի դրությամբ մենք կարող ենք արձանագրել, որ մինչ այս պահը կաթողիկոսը առիթ էլ չի տվել մտածելու, որ նա կարող է նահանջել այս թուրք-ադրբեջանական հարձակումների առաջ, սա ամենակարևոր կոմպոնենտն է նրա, ինչը միավորում է քաղաքական ուժերին, հետեւաբար այստեղ մենք մեր կաթողիկոսին միայն կարող ենք տոկունություն, ուժ մաղթել, ամեն մեկս էլ մեր հնարավորությունների չափով երևի ճիշտ կլինի, որ մենք կարողանանք աջակցել իրեն, ինչը վերաբերվում է նրան, թե Նիկոլ Փաշինյանը կգրոհի, չի գրոհի, երբ կգրոհի, մենք հիմա մի հատ փուլում ենք գտնում, երբ որ ինքը Թուրքիայից, Ադրբեջանից նախընտրական բոնուսներ է ստանում։ Ադրբեջանից դա այդ ապրանքների տարանցման թույլատրությունն է, էժան ադրբեջանական բենզինը, Թուրքիան սիմվոլիկ քայլ է անում Turkish Airways-ը գալիք տարվա մարտից, եթե չեմ սխալվում, չվերթներ է իրականացնելու Երևան-Ստամբուլ։ Այս նախընտրական բոնուսները Նիկոլ Փաշինյանին ինչ որ բանի դիմաց են տալիս։ Այդ ինչ որ բանը հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ գործողություններն են։ Եվ եթե Նիկոլ Փաշինյանը այստեղ ֆունդամենտալ առումով տապալվի, ապա այդ արտաքինից եկած աջակցությունը, նախընտրական բոնուսները եւս նվազելու են։ Հետեւաբար մենք եւ սա պետք է հասկանանք, եւ նաեւ
գինը Նիկոլ Փաշինյանի համար հասկանանք հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհներ կազմակերպելու ինչու է նա այս քայլին գնում եւ ինչու այլընտրանքել չունի։ Բայց թուրքական երկու ծավալուն 6 լուսամուծողական միջոցները գրեցին, որ ով կլինի հաջորդ վեհապարը Հայաստանի եւ դա ոչ թե կորոշվի Էջմիածնում, դա կորոշվի Մանրամ անկախ նրանից թե թուրքական լրատվամիջոցները ինչ են գրում, մենք մի իրավիճակում ենք, երբ որ Ադրբեջանից կա բարձր մակարդակով քաղաքական հայտարարություններ, քաղաքական օրակարգ պատվեր փոխել Հայաստանի սահմանադրությունը։ Մենք արդեն մի իրավիճակում ենք, երբ որ Հայաստանին, հայերին, հայությանը վերաբերվող շատ հարցեր լուծվում են երկրից դուրս։ Կաթողիկոսի հարցը եւս այդ հարցերի շարքում է անկախ նրանից թե թուրքական մամուլը ինչ կգրի կամ չի գրի։ Ի վերջո գլուխը միայն ուտելու համար չի էլի տրված, գլուխը տրված է նաև մտածելու համար եւ եզրահանգումների գալու համար առանց հրապարակումներ թուրքական, ռուսական, ամերիկյան մամուլում բոլորս էլ պիտի որ հասկանանք թե ինչ է կատարվում։ Ինչ ունեք ասելու այս տիրադարներին, որոնք այսպես մի գազել լցրած ուղղակի հավատալով ժողովրդի ճամփից այս կադրն է ձերեկում։ Ես կարծում եմ Եվ այս իրականության մեջ նաև ունենք մենք արժանապատիժ սրբազաններ, ովքեր այսօր կանոնավորված են եւ Միքայել Սրբազանին մինչեւ անգամ թույլ չեն թվեք Իրաքի պատարագի մասնակցի, գիտենք որ առաջիկա օրերին պետք է վիրակության ենթարկվի եւ իր վերջին համակում Միքայել Սրբազանը գրել է, որ վերապար որը խնդրելով անհոգ մնալ եւ հեռացնել քոքահան անել, այսպես ասենք, հա, հենց այսպես այդ Մանրամ մենք կոնկրետ այս հոգևորականների կամ նախկին հոգևորականների հետ մենք գործում ենք մի իրավիճակի հետ, որը կարելի է կոչել հոգևոր կամ քաղաքական տրաֆիկինգ, որովհետև ակնհայտ է, որ այս մարդիկ իրենք իսկապես կոմպրոմատների, ճնշումների ներքո իրենք գնացել են այս քայլին ու իրենք միացել են ոչ թե եկեղեցին մաքրելու օրակարգին, որովհետև մեղմ ասած նաև իրենց բարոյական կերպարի հետ էլ հենց իշխանությունները ասում են, որ կան խնդիրներ, օբյեկտիվ խնդիրներ, այլ իրենք ճնշումների ներքո միացել են մի օրակարգին, որը թելադրվում է Ադրբեջանից եւ Թուրքիայից։ Մենք վերջերս ականատես եղանք նրա, թե ինչպես 2018 թվականին Մայր Աթոռի դեմ գործողություններ իրականացրած եւ Վեհարանը գրոհած նախկին հոգևորականներից մեկը փաստացի ներողություն էր խնդրում վեհապար հայրից, վեհապար հայրապետից։ Ես կարծում եմ, որ այս հոգևորականները նախկին հոգևորականները, այսպես ամեն մեկը թող իր մոտեցումը եւ վերաբերմունքը ցուցաբերի այս անձնասնկատում։ Իրենք եւս կրճարանը տրաֆիկինգի զոհեր են, բայց իրենք ես կարծում եմ իրենք դեռ ունեն հնարավորություն ներողություն խնդրել վեհապարից, վեհապար հայրն էր ինքը մեծահոգի է։ Ինքը կորոշի թե ինչպես վերաբերվի այս ամեն ինչին։ Բայց այս արժանի է իրենք ներման ախր։ Ես կարծում եմ իրենք հատել են, գծեր են հատել, իրենց ինչ ներում։ Մանավանդ այս երկուսը 3 հավես, ունենք Գևորգ Սրբազաններ կա, որ առաջի պլաններում է Մարիամ, հայ առաքելական եկեղեցին աշխարհում գործող ամենահին ինստիտուտներից մեկն է։ Այնտեղ գործում են կանոնակարգեր, սկզբունքներ, որոնք ես կարծում եմ աշխարհիկ մարդկանց համար, շատերի համար, չասեմ անընկալելի են կամ անըմբռնելի, բայց այնտեղ լրիվ այլ տրամաբանություն է։ Նիկոլ Փաշինյանը ինքը եւս առաջնորդվել է աշխարհիկ տրամաբանությամբ, երբ որ գրոհում էր վեհապարը։ Մարիամ, կարծում եմ այդ հայտարարություններ չէր վրիպել ձեր ուշադրությունից, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասում է ես պատրաստ եմ հանդիպել կաթողիկոսի հետ, միայն նրա հրաժարականի հարցը քննարկելու համար ծանոթ չէ, սենց տեքստ է, հենց 18 թվականի այդ գարշահոտության հոտն է գալիս, այսինքն ինքը նույն սկզբունքով, որով հասավ 18 թվականին իր աթոռին, ինքը փորձում է նույն սկզբունքով առաջնորդվել կաթողիկոսի դեմ գործողություններ իրականացնել։ Ես դրա համար եմ ասում, մենք իհարկե էմոցիոնալ կարող ենք այս ամեն ինչին վերաբերվել, բայց ես կարծում եմ, եթե մարդիկ ներողություն խնդրեն, ապաշխարեն, վեհապարը ճիշտ մոտեցումը կգտնի։ Սրբազանների հետ կապված բանտված սրբազանների ինչ ունեք ասելու։ Իրենք հստակ են ասում, որ Հայաստանում գործում է զինված բանդա, որը գլխավորում է այս իշխանությունը իրենս Փաշինյանի եւ իրենք սատանայական ծիսակարգեր են անցկացնում այդ կարգալույց հերձվածով
Ինչ են ասում դրանց հետ։ Հոգևորականները կալանավորված, բանտարկված իրենք եւս ապացույցն են նրա, որ շատ բաներ, որոնք աշխարհիկ մարդու համար անընկալելի են, հոգևորականը պատրաստ է անցնել այդ զրկանքներով, պատրաստ է անցնել բանտարկությունով, բայց չհրաժարվել իր գաղափարներից, չհրաժարվել իր մոտեցումներից։ Հայաստանում մենք ոչ թե պարզապես քաղաքական դաշտում, այլ ընդհանրապես մեր երկրում երևի հատուկենտ մարդիկ ունենք, որոնք պատրաստ են այս զրկանքների միջոցով անցնել եւ չհրաժարվել իրենց մոտեցումներից, իրենց գնահատականներից։ Առաջին ցայտուն օրինակը, որը դրա ապացույցն է, դա Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով առաջին թիրախն էր այսպես կոչված հեղափոխության, բայց եւ բանտարկությունից հետո եւ երկրորդ բանտարկությունից հետո մենք տեսանք, որ ետ չկանգնեց իր քաղաքական պատկերացումներից, իր գնահատականներից եւ իր պայքարը միջ այս պահն շարունակում է այս իշխանության դեմ։ Նույնը վերաբերվում է նաև Սամվել Կարապետյանին, մենք տեսնում ենք, որ անկախ եւ բանտարկությունից եւ այդ եկեք այսպես ասա անվանենք տնտեսական պատժամիջոցներից, որոնք իշխանությունները փորձում են օգտագործել Սամվել Կարապետյանի դեմ, լինի դա հեծը, լինի իր ընտանիքին պատկանող այլ բիզնեսների դեմ գործողություններ, մենք տեսնում ենք, որ նա շարունակում է կանգուն մնալ, շարունակում է իր գործողությունները իրականացնել քաղաքական դաշտում, նույնն էլ հոգևորականները այստեղ իրենք ցույց են տալիս, որ այն մոտեցումները, որոնցով իշխանությունները առաջ են շարժվում եւ առաջնորդվում են, միշտ չէ, որ իրենց հաջողություն է բերում։ Եվ երեք էլ հայտնի դարձավ, որ Աշոտ Երկաթին, Աշոտ Մինասյանին տարան Վարդաշեն քրեակատարողական հիմնարկ։ Նույնը այստեղ կարող ենք նաև Աշոտ Մինասյանի մասով ասել, այսօր նաև բանտարկությունից առաջ եկեղեցիներից մեկն էր այցելեր, եթե չեմ սխալվում, սա եւս մի օրինակ է նրա, որ այն մոտեցումները, որոնցով առաջ են շարժվում իշխանությունները, իրենք միշտ չէ որ աշխատում։ Տեսեք, նույն Նիկոլ Փաշինյանը, երբ որ մարտի 1-ի ողբերգությունը տեղի ունեցավ եւ Նիկոլ Փաշինյանը անցավ ընդհատակ, նա երբ ջրի երես այսպես ասած դուրս եկավ, երբ որ կար հստակ պայմանավորվածություն նախորդ իշխանությունների հետ, եւ Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ երկար չի մնալու կալանքի տակ, լինելու է այսպես կոչված ամնիստիա, հատուկ այնպես ձևավորված, որ Նիկոլ Փաշինյանը եւս ազատության մեջ լինի։ Միայն այդ ժամանակ նա դուրս եկավ ջրի երես, այսպես ձևակերպենք։ Այնպես չէ, որ Հայաստանում բոլորը նույն տրամաբանությամբ են շարժվում եւ այդ թվում նաեւ Աշոտ Երկաթի հետ կապված պատմությունը, մեր հոգեվորականների հետ կապված պատմությունը, այս ամեն ինչի շատ վառ օրինակն է։ Այսինքն բոլոր տեղերում չէ, որ փաշինյանական, ադրբեջանական, թուրքական, ՔՊԱ-ական մոտեցումները իրենք ապահովում են քաղաքական հաջողություն։ Եվ վերջին հարցը էս խաղաղության կոնտեքստը, որ իրենք փորձում են կերակրել, էս ադրբեջանական բենզինի մասով, հա, կոնկրետ վրացական եւ որպեսի մեջբերում անեմ, Ալիևի բենզինը քայքայում է մեքենայի շարժիչները, այն 6 ամսում կարող է պատճառել շատ բջջագույն վնասներ։ Խնդրեմ սրանով ինչպես են կերակրում ադրբեջանցի եւ վրացի, այսպես ասենք, վարորդների վերջին ազանգերի հիման վրա։ Հարամ, ես չեմ ուզում, որ մենք մեր քննարկումները այս լուրջ հարցի վերաբերյալ բերենք հասցնենք կենցաղային օրինակների քննարկմանը, չէ, մի վարքյան։ Ես ուզում եմ մենք այս հարցին մոտենանք ավելի համապարփակ ու ընդհանրապես հասկանանք ինչա կատարվում ու նաև այս խաղաղություն թեզի հետ կապված։ Մարիամ, ոչ ես, ոչ վստահաբար դուք մարդակեր չենք։ Մենք չենք ուզում անդադար պատերազմի մեջ լինել, թե Ադրբեջանի հետ, թե Թուրքիայի հետ։ Բոլորս էլ ուզում ենք, որ փոխըմբռնելի ինչ որ խաղի կանոններ հաստատվի։ Խնդիրը պարզապես կայանում է նրանում, որ այն համակարգը, որը ձևավորում են իշխանությունները, դա որևիցե կապ չունի խաղաղության հետ։ Խաղաղություն եւ չպատերազմ, դրանք երկու տարբեր երևույթներ են, եւ ես ուզում եմ մենք սա հասկանանք մեկ մարդու կոնկրետ օրինակով Արայիկ Հարությունյանի, Արցախի Հանրապետության նախկին նախագահի։ Մանրամ, Արայիկ Հարությունյանը ինքը վայելում էր խաղաղությունը 2022 թվականի սեպտեմբերի 27-ից առաջ,
երբ որ կար Արցախի հանրապետություն, երբ որ Արցախի հանրապետությունը ուներ պաշտպանության բանակ, երբ որ դեռ գործում էր Հայաստան-Արցախ միասնական անվտանգային համակարգը, երբ որ կար խաղաղություն, Արայիկ Հարությունյանը որպես նախագահ, որպես գործիչ, ինքը ուներ հնարավորություն ազդելու այդ խաղաղության վրա, այսինքն Ադրբեջանը հարձակվեց, Արայիկ Հարությունյանը ունեցավ հնարավորություն այդ հարձակմանը հակազդել։ Պաշտպանության բանակը սկսեց մարտերը Ադրբեջանի հետ պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող ամբողջ գծով։ Այդ ժամանակ իսկապես խաղաղություն էր, որովհետև մենք ունեինք ինստիտուցիոնալ հնարավորություններ Ադրբեջանի դեմ հակազդելու։ Չպատերազմ էր 2023 թվականին, երբ որ Ադրբեջանի գործողությունները սկսվեցին, այսինքն էթնիկ զտումը սկսվեց Արցախում, Արայիկ Հարությունյանը ինքը փաստացի զրկված էր, Արայիկ Հարությունյանը ճիշտ է այդ պայն նախագահ չէր, բայց հիմա կասեմ ինչի մասն է խոսքը, զրկված էր Արցախը հնարավորությունից նույն կերպ հակազդել Ադրբեջանի հարձակումներին, ինչպես դա կար 2020 թվականին։ Դրանից առաջ Արայիկ Հարությունյանը ինչ էր արել, գնացել էր վրանում էր նստել, ասում էր ես գնում եմ ծայրահեղ քայլի եւ վրանում բողոքի ակցիա եմ իրականացնում ընդդեմ Ադրբեջանի կողմից կիրառվող այդ բլոկադայի, ինչ փոխեց Արայիկ Հարությունյանի վրանում նստելը։ Բառացիորեն ոչինչ, բացի դրանից, որ մի քանի տեսանյութ հայտնվեց համացանցում, լուրեր տարածվեցին դրա վերաբերյալ, ոչինչ չփոխվեց։ Հիմա 20 թվականի Արայիկ Հարությունյանը կարողանում էր հակազդել Ադրբեջանին, լավ թե վատ, հիմա սա այլ հարց է։ 23 թվականին Արայիկ Հարությունյանի մաքսիմումը այն էր, որ նա կարողացավ վրանում նստել։ Հիմա Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է մի իրավիճակի, երբ որ նրա հակազդեցության մաքսիմումը լինելու է այն, որ նա կառավարական առաջին շենքի դիմաց մեծ վրան է խփելու եւ այդտեղ է ինքը նստելու բողոքի ակցիա իրականացնելու Ադրբեջանի գործողությունների դեմ։ Բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Մարիամի դուրը չեկավ այն ինչ ես ասացի։ Չէ, մի վարքան, ես հիմա բացատրեմ ինչի մասին է խոսքը։ Մարիամ, վերադառնանք մեր զրույցի սկզբին։ Հայաստանը դուրս է գալիս ԵԱՏՄ-ից, Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից, Հայաստանը տնտեսապես կատարում է այն ինչի մասին Նիկոլ Փաշինյանը խոսում է, այսինքն ինտեգրվում է, ինչ Նիկոլ Փաշինյանը ուզում է, ինտեգրվում է թուրքական աշխարհի մեջ, բայց մի պահի Ադրբեջանը Թուրքիան որոշում են, որ օրինակ Ադրբեջանի Թուրքիայի տարածքով այդ տարանցումը այլևս դադարում է։ Իրենք փակում են հնարավորությունները Հայաստանի համար գազ նաև ստանալ։ Ինչ կարող է սրան հակազդել Նիկոլ Փաշինյանը ինստիտուցիոնալ առումով իրավիճակում, երբ որ մենք այլևս անվտանգային երաշխավորներ չունենք, անվտանգային համակարգը փլուզված է, տնտեսական կապերը փլուզված են, Հայաստանը հակազդելու ոչ մի հնարավորություն չի ունենալու։ Ինչ են անելու։ Կայա Կալասին բերելու են, տանեն Հակարիի կամրջի առաջ կանգնացնեն, Կայա Կալասը մատիկով էսպես անի Ադրբեջանին, ասի, բացեք տարանցումը Հայաստանի համար։ Իհարկե դա ոչ մի ազդեցություն չի ունենալու։ Դրա համար եմ ես ասում, այն ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, իրեն վերածում է Արայիկ Հարությունյանի, այսինքն մի մարդու, ով գործընթացների վրա ազդելու հնարավորություն չի ունենալու։ Մենք եթե ուզում ենք խաղաղություն, Մարիամ, ես հիմա կավարտեմ, պարզ կդառնա ինչի մասին է խոսքը։ Նա մեզ ֆիզիկապես, վերջնականապես նաև տանում է նրա, որ մենք նաև այլ կերպով արձագանքել այս իրողություններին չենք կարող։ Մինչ այս պահը Մարիամ մենք ՀԱՊԿ անդամ ենք։ Մինչ այս պահը այդ անվտանգային հովանոցը, ով ինչ ուզում է, ոնց ուզում է մեկնաբանի, դեռ գործում է։ Ինքը ուզում է անել այնպես, որպեսզի այլընտրանք չլինի, ինչպես թուրքական աշխարհին Հայաստանի ինտեգրմանը այլընտրանք չլինի, այնպես էլ Թուրքիայի գործողություններին հակազդելու այլընտրանք չլինի, ինչը վերաբերվում է այդ ադրբեջանական բենզինին եւ այլին, սա եւս պետք է դիտարկել այդ նույն տրամաբանության մեջ։ Փորձում են պատրանք ստեղծել, թե ռուսական, եվրասիական տնտեսական միության շուկային կա այլընտրանք եւ այդ այլընտրանքը Թուրքիան եւ Ադրբեջանն է, հետեւաբար Թուրքիայից Ադրբեջանից կարելի է ապրանքներ բերել, կարելի է ուղիղ տնտեսական համագործակցություն ունենալ, կարելի է, չգիտեմ, ուղիղ ցորեն բերել, բայց այն պահին, երբ որ Ադրբեջանն եւ Թուրքիան պետք լինի, այս ամեն ինչը դադարեցվելու է։ Մենք դրա համար պետք է հասկանանք, այս սոքարի բենզին բերելը ինչի համար է իրականում կատարվում, այլ ոչ թե այս պայդրությամբ խոսենք նրա մասին, թե դա ազդում է մեքենայի շարժիչի վրա կամ չի ազդում։ Վարորդը, որը պետք է գնա եւ ադրբեջանական բենզին գնի, ինքը երևի ոչ միայն դրա մասին պետք է մտածի, թեպետև դրա մասին երևի կմտածեն, այլ ինքը պետք է մտածի հետեւյալի մասին։ Տեսեք, Ադրբեջանում գոյություն ունի նավթագազային հատուկ հիմնադրամ։ Բոլոր պետական կազմակերպությունները, որոնք զբաղվում են նավթի եւ գազի արտահանման, որոշակի գումարներ հարկերից բացի տրամադրում են այդ հիմնադրամերին։ 2025 թվականին ադրբեջանական սոքարը 1.7 միլիարդ մանաթ է տրամադրել այդ հիմնադրամին,
այսինքն ինքը որոշակի գումար է տրամադրել այդ հիմնադրամին եւ ադրբեջանական պետությունը 1.7 միլիարդ մանատ ուղղել է պաշտպանական ծախսերը ապահովելու համար։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ հետեւյալը, որ երբ որ մենք այստեղ այս բենզինը գնելու ենք, դա ոչ միայն Խաչատուր Սուքիասյանն է դրանից տնտեսապես օգտվելու, իրականում Արցախի տեղի ունեցածը գլոբալ առումով իր ընկալմամբ հենց դրա համար էր։ Չկա Արցախ, բայց կա ադրբեջանական բիզնես, ոչ միայն Խաչատուր Սուքիասյանն է հարը ստանալու, այլ նաև ադրբեջանական պետությունը եկամուտներ է ստանալու, պետական սոքար կազմակերպություն, որը գումարները ուղղելու է նավթա, գազային այդ հիմնադրամ, որտեղից էլ գումարները ուղղելու են բանակին, ու դա այն իրավիճակում, երբ որ կա արևմտյան Ադրբեջան նախագիծը, այսինքն մենք սա էլ պետք է հասկանանք, բայց միևնույն ժամանակ, Մարիամ, սա էլ ասեմ ու երևի մենք մեր այսօրվա զրույցը ամփոփենք, ու սա նաև 2026 թվականի իրադարձությունների համատեքստում ասեմ, Մարիամ, քիչ է որ դու մարդուն ասես՝ մի գնի ադրբեջանական բենզին, դու պետք է մարդուն տնտեսական այլընտրանք առաջարկես, եւ մեր քաղաքական ուժերը առաջին հերթին 26 թվականին պետք է կարողանան այդ ֆինանսական, սոցիալական, տնտեսական այլընտրանքը ներկայացնեն։ Ես մի տաղավարում սրա մասին ասել եմ ու այստեղ էլ ձեզ մոտ ասեմ ու սրանով էլ ամփոփենք։ Եթե դու կարողանում ես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գազի սակագնի բարձրացման այդ տարբերությունը մի ամբողջ տարի ֆինանսավորել, վատ չի լինի, եթե դու օրինակ մեր հարգարժան քաղաքացիներին խոստանաս հետեւյալը, որ Հայաստանում քաղաքական փոփոխությունների պարագայում 2026 թվականի հունիսի 8-ից սկսած մեր թոշակառուների թոշակը 50%-ով ավելանալու է։ Մարդը պետք է իմանա ինքը հանուն ինչի է նաև գնում ընտրատեղամաս, ինքը հանուն ինչի պետք է իր առօրյա գործերով չզբաղվի եւ իր ժամանակը հատկացնի քաղաքական պայքարի համար։ Իսկ ընտրություններին մասնակցելը դա քաղաքական պայքարի տարբերակներից մեկն է։ Դրա համար շատ կարեւոր է, որ մեր քաղաքական ուժերը քննադատելուց բացի նաեւ կարողանան այդ թվում նաեւ տնտեսական այլընտրանքներ առաջարկեն մեր հարգելի քաղաքացիներին։ Եվ ամեն դեպքում վերջի մի հատ նախադասությամբ, այլ ճշտով հա, ասցիք հետաքրքիր է ԿԳԲ-ի դեմ չայկականով պայքարող Փաշինյանը գնում է ԿԳԲ-ի նկատում եմ ինքը չի Մարիամ, նկատում եմ ինքը չի նեղվում դրանից։ Առանձնազրույցն մեծ է, մոտավոր կարա պատկերացնենք այդ առանձնազրույցը ինչ է արել Փաշինյանը։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնության նախագահը ընդհանրապես քիչներ այդ քննարկումների մակարդակին, որ քննարկվեր թե Նիկոլ Փաշինյանը ինչու է ԿԳԲ-ի դեմ պայքարում ռուսական ԿԳԲ-ի դեմ Հայաստանում պայքարում, այստեղ իմ հարցը ավելի շատ ուղղված էր հետեւյալին. ոնց կարելի է չնեղվել դրանից, երբ որ դու այստեղ ԿԳԲ-ն փորձում ես ներկայացնել որպես աշխարհի ամենամեծ չարիքը, իբջերելոց ԿԳԲ-ն այլ ոչ թե թուրքական միտը, սա էլ արձանագրենք, բայց գնում ես ԿԳԲ-ի սպայի ձեռքն ես սեղմում, հետաքրքիր ժամանակներում ենք ապրում, Մարիամ։ Ծանր է Փաշինյանի միջև։ Չգիտեմ, ուղղակի արձանագրենք, որ իսկապես շատ հետաքրքիր ժամանակներում ենք ապրում։ Ուղղակի ցավալի ժամանակներ են, էլի, դա է ամենամեծ խնդիրը։